Ողջույն սիրելի առաջին դասարանցիներ, շարունակում ենք դասապատրաստման աշխատանքները։ Այսօր մենք այբենարանից անցնելու ենք նոր հնչյուն և նրա տառերը։ Արտասանենք այդ հնչյունը, տեսնենք նկարում ինչ է նկարված, սա մատիտ է, բառասկզբում ինչ ենք լսում, արտասանենք, զգում ենք, որ մեն բաղաձայն հնչյուն է, այժմ կսովորենք մ բաղաձայն հնչյունի տառերը։ Մեծատառ տբագիր մ, փոքրատառ տբագիր մ։ Տբագիր տառերը մենք կաշտում ենք, իսկ ձեռագրով գրում ենք։ Մեծատառ ձեռագիր մ, փոքրատառ ձեռագիր մ։ Տեսեք երեխաներ, ինչ մասնիկներից է կազմված մեծատառ մ-ն։ Ուշադիր նայենք։ Մեծատառ ա-ի կամ փոքրատառ հ-ի մասնիկն է, թեք գծիկը, եթե տողը կիսենք, սա փոքրատառ հ-ն է, իսկ եթե տողի վրա կանգնեցնենք և մի մասնիկ ավելացնենք, կդառնա մեծատառ ձեռագիր մ-ն։ Փոքրատառ մ-ն էլ նման է ա-ի կամ ս-ի մասնիկին, պարզապես շարունակում ենք մինչև տողի վերևի մասը և փոքրիկ մասնիկ ենք անում։ Մեծատառ ձեռագիր մ, փոքրատառ ձեռագիր մ, մատիտ, մատիտ բառասկզբում լսում ենք մ հնչյունը։ Երեխաներ, եկեք խաղ խաղանք, տեսնենք ով ավելի շատ կասի մ-ով սկսվող բառեր։ Կարելի է առաջարկել երեխաներին, որ իրենք գուշակեն բառերը, հետո նաև ավելացնենք մեր կողմից մատ, մատիտ, մուկ, մուր, միտք, մոմ, մեղու, մեղր, մուրճ։ Հետո շարունակում ենք խաղը ասելով ասում ենք բառեր, որոնց բառավերջում է հնչում մ։ Ատամ, արամ, գրամ, սերմ, ջերմ, մարիամ, այստեղ կարելի է հարցնել մարիամ բառի մեջ որտեղ ենք լսում մ-ն, և բառասկզբում, և բառավերջում։ Հետո կարելի է ասել բառեր, որոնց բառամիջում է լսվում մ-ն։ Արմատ, կամար, կամուրջ, ամուր, ամեն, դեմք, արմեն և երեխաների հետ ոգևորելու համար կարելի է մրցույթ կազմակերպել, ով ավելի շատ բառեր կասի։ Այժմ կատարում ենք առաջադրանք 1-ը, ստացիր բառերը և կարդա։ Եթե ուշադիր նայենք, կտեսնենք, որ ճնճղուկներից մեկը բերում է մեծատառ մ-ն, իսկ մյուսը փոքրատառ մ-ն։ Հիշեցնում ենք երեխաներին, որ մեծատառով են գրվում մարդկանց անունները, գյուղերի, քաղաքների, գետերի, լճերի, աշխարհագրական անունները, ինչպես նաև գրքերի վերնագրերը և կենդանիներին տրվող անունները։ Հիմա տեսնենք, որը որտեղ պիտի տեղադրել։ Եթե տեղադրենք մ-ն բառասկզբում, կստանանք մատիտ։ Մատիտը որևէ մեկի անունը չէ, հատուկ անուն չէ, նշանակում է փոքրատառ մ-ն բերում ենք և տեղադրում մատիտ։ Բառամիջում մենք միայն փոքրատառ ենք գրում, ուրեմն փոքրատառ մ-ն տեղավորվեց բառամիջում և ստացվեց կամար։ Բացատրում ենք կամար բառի իմաստը, կարելի է նկարել և ցույց տալ կամարաձև անցում։ Մատ, մատը փոքրատառով է գրվում մ-ն, տեղադրում ենք նաև մատ բառի մեջ։ Ատամ, մատանի, բոլոր տեղերում առայժմ փոքրատառն է գրվում։ Մարի, Մարին աղջկա անունը երեխաներ գրվում է մեծատառով, իսկ եթե փոքրատառով գրենք, նշանակում է մայր թռչուն, էգ թռչուն, Մարի։ Մակար, Մակարը տղայի անուն է, բնականաբար գրվում է մեծատառով։ Մանուկ, Մանուկը եթե փոքրատառով գրենք կլինի երեխա, իսկ եթե մեծատառով գրենք կլինի տղայի անուն, Մանուկ։ Եվ Մասիս, Մասիսը մեր սիրո սարն է, մեր սերն է, մեր անհասանելի Մասիսն է, որին ձգտում են բոլոր հայերը։ Մասիս, գիտենք, որ մեծ Մասիսը և փոքր Մասիսը միասին Արարատ սարն են կազմում։ Այժմ կարդում ենք երկրորդ առաջադրանքը, փորձում ենք շրջագծել մեծատառ մ-ն և փոքրատառ մ-ն։ Երեխաները կարդալ դեռևս ամբողջությամբ չեն կարող, իրենք միայն տեսնելով մեծատառ մ-ն և փոքրատառ մ-ն շրջագծում են և նայում են
նկարին համեմատելով բանաստեղծության տողերը։ Մեծ եմ, արդեն ես, նկարում եմ, ահա տես, գրել, կարդալ, սովորեմ, մայրիկիս նամակ գրեմ։ Երեխաներին նաև բացատրում ենք, որ ոտանավորի յուրաքանչյուր տողը նույնպես սկսվում է մեծատառով։ Եթե բանաստեղծություն է ոտանավորը, յուրաքանչյուր տողը սկսում ենք մեծատառով։ Այժմ տպագիր մեն կարող ենք մանուշակի թերթիկներից պատրաստել, կարող ենք նաև սալորի չորացած կտորներով պատրաստել, կորիզով, սերմով, ծաղիկներով, տերևներով, ցանկացած հատիկավոր առարկաներով կարելի է պատրաստել տառերը։ Հետո գրում են փոքրատառ ձեռագիր մեն և մեծատառ ձեռագիր մեն։ Անցնենք հաջորդ էջի առաջադրանքներին։ Այժմ կարդում ենք տառակաբակցությունները։ Մա, եթե որպես վանք վերցնենք, նա բաց վանք է։ Ամ տառակաբակցությունը, եթե որպես վանք վերցնենք, փակ վանք է։ Մի, բաց վանք և իմ, փակ վանք։ Այժմ կասենք բառեր, որոնց մեջ լսվում է մա տառակաբակցությունը կամ հնչյունակաբակցությունը, ամը, մին և իմը։ Արմատ, կամար, ատամ, ամիս, դոմինո, միս, դիմանկար, դիմում։ Իսկ հիմա ստանում ենք բառեր և կարդում այդ բառերը։ Խորանարդիկների վրա գրված են տառեր, կարելի է միացնել, ստանալ տարբեր բառեր։ Օրինակ, Արա մեծատառով է գրված, տղայի անուն է։ Նամակ, Մարի մեծատառով աղջկա անուն է, փոքրատառով մայր թռչուն, էգ թռչուն։ Մկրատ, Մինաս մեծատառով ինչու է գրված երեխաներ։ Ճիշտ եք, որովհետև տղայի անուն է։ Մտրակ, մտրակը ձիուն խթանելու, ձիուն արագ վազեցնելու գործիքն է։ Այժմ մրցենք, շուտ ասելու կտեսնենք ով ավելի արագ կարող է ասել։ Արան Մարին միասին նամակ տարան Մինասին։ Սկզբում թանդաղ ենք կարդում։ Արան Մարին միասին նամակ տարան Մինասին։ Երբ երեխաները վարժ կարդան սովորեն, արդեն կարող են շուտ ասելուկը արագ ասել։ Արան Մարին միասին նամակ տարան Մինասին։ Եվ մկրատտամ, մտրակտուր, մտրակտուր, մկրատտամ։ Եվ վերջում խմբային աշխատանք, կարող են երեխաները զույգերով աշխատել և միմյանց թելադրել հետևյալ տառերը և բառերը։ Մեծատառ մ, փոքրատառ մ, մատ, մարի, արմատ, մեծատառ տ, փոքրատառ տ, մեծատառ մ, փոքրատառ մ, մատ, տատ, մարի, տատի։ Այսօր էլ այսքանը, կհանդիպենք հաջորդ դասին։